Ես խնդիր չեմ տեսնում, որ ԿՊ-ից քվեարկեն, Հայաստան դաշինքից քվեարկեն եւ պատիվ ունեմ դաշինքից քվեարկեն։ Բացարձակ խնդիր չեմ տեսնում եւ նաեւ տեսեք, պարոն Աղազարյանը եւ պարոն Ասլանյանը արդեն քվեարկել են։ Բայց այդ երկուսով բավարար կլինի, որպեսզի հասնեք հաջողության։ Մի հատ բան ասեմ, եկեք հարգենք բոլոր հեռուստադիտողներին։ Հիմա դուք ուշացած եք, մենք ձեր հարցերին արդեն պատասխան։ Չէ, ես ուրիշ հարց եմ տալիս։ Հանրությունը ասում է, որ այնուամենայնիվ չի կարող տեսնել մի մարդու վարչապետի պաշտոնում, ով պատերազմից հետո համագործակցել է Դուք ում անունից եք խոսում։ Հանրությունից նաև Դուք հանրությունից ոնց կարող եք խոսում։ Էդգար Ղազարյանի ասածն եք ասում, այդ հարցին արձագանքել։ Չէ, անկեղծ։ Ում անունից եք խոսում։ Մեկը պետք է հասկանանք չի նշանակում, կամ լրագրողները մոտենում են ամենայն հարգանքով։ Գիտեք, մենք 10 տարի աշխատել ենք։ Գայս են ասում են հանրությունը ասում է sense բան։ Եղբայր։ Հանրությունը ընտրել է խորհրդարան։ Սա պարլամենտական process է։ Մեր ժողովրդի ձևավորած խորհրդարանն է։ Մեր ժողովրդի ձևավորած խորհրդարանում իրենց ընտրած падգամավորները մեկնարկել են իմպիչմենտի գործընթաց։ Падգամավորները այդ process-ը կտանեն մինչև վերջ կլինի process, կլինի անվստահություն, կլինի քվեարկություն, կլինի վարչապետի փոփոխություն։ Չեն անի չի լինի։ Բայց նաև խորհրդարանական արձագանքը չի խոսում այն մասին, որ իրենք ըստ էության ձեզ չեն ուզում։ Հենց նոր դա էլ քննարկեցինք, որովհետև տեսեք, չարձագանքը որն է։ Կա չարձագանք։ Չէ, դե մարդիկ ասում են քննարկում են, չէ։ Հետ են զանգել, խոսել ենք, այտենց բան չկա, ես դա հրապարակային ասել եմ։ Մարդիկ հետ են զանգել եւ ասել են քննարկում ենք, ձեզ կասենք։ Մեծ հաշվով իրենք իմ բոլոր մոտեցումներին հրապարակային ծանոթ են։ Այսինքն իրանք կարող ասեն շատ լավ է, մենք ասել էինք, որ առանձնախապայմանների կտանք ստորագրությունը, հիմա դուք մի քիչ ուշացաք, ստորագրությունները գտնում են պարոն Ասլանյանի աշխատասենյակում, կարող գնան ստորագրեն առանց իմ հետ հանդիպել։ Բացի ես հարգանքով, պատշաճ պարլամենտարիզմի նկատմամբ հարգանքով, ես process-ը այդ ճանապարհով եմ տեսել, այդ ճանապարհով եմ տարել։ Բայց կարող է իրանք ասեն, զբաղված են գնան ստորագրեն հանրություն, օրինակ, այս վերջի 3 օրում հատկապես Ռոբերտ Քոչարյանի աջակիցների, թիմակիցների շրջանում են տեսել եմ ես նաև Facebook-յան գրառումներ, ձեր անձի, եւ այս գործընթացի վերաբերյալ եւ դրանց հղում անելով նոր խոսում են, որ Սերժ Սարգսյանի աջակիցներն են նման բաներ արել։ Շատ ցավում եմ, տեսեք, շատ ցավում եմ, բայց ուզում եմ ասել հետեւյալը։ Խոսքը պետք է արժեք ունենա, չէ՞։ Հիմա Սերժ Սարգսյանը ներկայացված է խորհրդանում, պատիվ ունեմ խմբակցության միջոցով, չէ՞։ Պատիվ ունեմ մի գրավոր հայտարարություն կա, որ մենք առանց նախապայմանների մեր 6 ստորագրությունը կտանք։ Հիմա պարզ է, որ ինչ որ 4 ակտիվիստ կամ 15 ակտիվիստ կարող է դուր չի գալ իրանց այդ process։ Բայց ինչ է մարդկանց հատով հաշվում բան մարդ։ Հատով չէ լավ հոգի։ Հադրելի է, որ ԿՊ-ից հեռացած падգամավորների իմպիչմենտի գործընթաց սկսելու հետ կապված։ Չհասկացա հարցը։ Այսինքն իրենց հայտարարությունը եղել է արձագանք Արթունենք շարժմանը, ոչ թե օրինակ ինչ որ փուլում ԿՊ-ից հեռացված մարդիկ որոշեն, որ պետք է իմպիչմենտի գործընթաց սկսել։ Այսինքն դուք այնքան եք սիրում ԿՊ-ին, որ ԿՊ-ից հեռացվածներին լավ չեք վերաբերվում, հա։ Այդ եք ուզում ասեք։ Համագործակցություն իշխանության հետ։ Այսինքն ուզում եք ասեք, որ պարոն Աղազարյանը այս մարդիկ շարունակեին մնալ ԿՊ։ Այս մարդիկ այնքան դիրքորոշում են ունեցել, որ իրենց հեռացել։ Հիմա եթե Արսեն Թորոսյանին հեռացնեն, Արսեն Թորոսյանին պետք է ընդունել, որ այնպեսին ինչպեսին ինքը Արսեն Թորոսյանի ստորագրությունն էլ է պետք, եթե հեռացնեն, թող բերի։ Կար առանց հեռացնել էլ։ Հիմա միայն պարոն Աղազարյանի եւ պարոն Սահմանադրությունը կարդացել եք, թե չէ։ Դուք անձեր եք քննարկում, ես ինստիտուցիոնալ հարց եմ բարձրացնում։ Ձեզ Հովիկ Աղազյանը դուր չի գալիս, ոնց զգում եմ դուք ոնց որ չեք սիրում Հովիկը, կամ պարոն Ասլանյանը այստեղ կանգնած է։ Ինչ խնդիր ունեք իրար հետ։ Անձեր չեմ քննարկում, ես խոսում եմ երևույթի պարոն Մարուկյան, այս մարդկանց չհեռացնենք։ Երկարամյա լրագրող եք ախր, չի կարելի։ Պարոն Մարուկյան, դակել։ Լավ, եթե այդպես է, մի րոպե, եթե այդպես է, ինչ են նամակ գրել։ Նիկոլ Փաշինյանը ինձ չի հեռացրել։ Մի ստեք եթերում, Նիկոլ Փաշինյանը ինձ չի հեռացրել։ Ես եմ հրաժարական տվել։ Նա էլ բան ասեց հարցազրույցում։ Նա չասեց ես եմ հեռացել, չի կարա ասի։ Չի կարա ասի, ես եմ հրաժարական տվել։ Չի ասե ինքը տենց բան, դուք եք լրագրողներով բան։ Չէ, ասուլիստի շատ։ Մի հատ է մոտեցեք, թող ասի, ես կպատասխանեմ։ Չի ասել նման բան։ Այսինքն դուք ինքը հեռացրել է, իմ հրամանագիրը երբ է ստորագրվել, գնացեք նայեք։ Ու ես երբ եմ հրաժարական տվել, թե բայ ես եմ։ Չի եղել որ գրեք, պարոն Մարուկյան։ Բացարձակապես։ Եվ պարոն Մարուկյան, հարցը կիսատ եմ ասում։ Այսինքն դուք պնդում եք, որ Արթունենք շարժումը պետք է նամակներով դիմեր միայն պատիվ ունեմի եւ Հայաստանի падգամավորներին։ Դա եք ուզում ասել։ 107 նամակ, բայց 107 նամակը գնացել նաեւ պարոն Ասլանյանին եւ պարոն Աղազարյանին, ովքեր անսացել են այդ նամակներին եւ նախաձեռնել են։ Հիմա եկել եք ասում եք, բայց
իրանք ոնց որ չէին ուզում որ այդպես էր նախաձեռնությունը։ Նախ դուք իրանք չեք ներկայացնում, թող իրանք ասեն իրանք ոնց էին ուզում։ Շատ հաճելի էր։ Թող իրանք ասեն, եղբայր։ Հիմա իրանք ասեն առանց նախապայմանների կտանք ստորագրությունները, բայց դուք ճիշտ եք նկատում, որ մեդիայում իրենց կողմնակից մեդիայում 2 օր արշավ է իմ տեխնացության դեմ շնորհակալ եմ որ ճիշտ դիրքորոշման մասին որովհետեւ ոչ որովհետեւ կարող է այդ մեդիաները դա քարոզեն այն ինչը որ օրինակ ավելի այսինքն այդ աջակիցներն ում աջակիցներն Նիկոլ Փաշինյանի այս process-ը Նիկոլ Փաշինյանի հեռացման մասին է չեն ուզում հեռացնեն թող կանգնեն ասեն չենք ուզում դա չեմ հասկանում ախր ինչ եք ուզում ժողովուրդ Նիկոլ Փաշինյանն եք ուզում հենա գնացեք հետը վայելեք ապրեք Չեք ուզում process-ը սկսվել Դուք վայելում եք այդ դեսպանի պաշտոնը Ես հիմա եմ վայելում իմ կյանքը մի անհանգստացեք Չեմ անհանգստացնում ճշտող հարցը Այդ դրվագը վայելք էր ձեզ համար Ոչ գիշեր-ցերեկ չէի քնում Շնորհակալ եմ Ներողություն մեկ ճշտող հարց հիմա միայն պարոն Ասլանյանը եւ պարոն Աղազարյանն են ստորագրել թե այլ Տեսանյութ հրապարակվել է դիտեք այո Հետո կադր անեք էլի մեր